Պարոն Հաշիմյան, ցանկանայի ձեր գնահատականը ինչով եք բացատրում բավական այսպես ակտիվ քվեարկություններ ընտրողների համակարգումները նաև արդեն տեղյակ 21 թվականին, սա ինչով է պայմանավորված, ընտրողներն են ակտիվ, թե այն մեղադրանքները, որոնք հիշեցնում եք ընդդիմության հասցեի, որ վերում են Ռուսաստանից քաղաքացիներ, դա է գործում հանդիսացել եւ իհարկե չորչակով անդրադարձակ, բայց եթե հետևել եք երեք դիմադիր ուժերի առաջնորդներն էլ այսօր եւ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը խոսել են նաեւ այսօր շարունակվող ճնշումների եւ ձերբակալությունների մասին իրենց ընտրողների, իրենց աջակիցների եւ նշում են, որ սա աննախադեպ է նման բան երբևէ պատմության մեջ չի եղել, ցանկանայի որ նաեւ արձագանքեք այս գնահատականը։ Երբ որ Քոչարյանը ասում է սա աննախադեպ է, ինձ թվում է ինքը տենց բանի ստենդափի է մասնակցում, որովհետև այստեղ ներկաների գերակշիռ մեծամասնությունը ապրել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Երբ որ ընտրությունների ժամանակ եկեք գնանք մի հատ Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիքի մարզի ցանկացած մի քիչ տարիքով մարդ կպատմի, որ ոնց են արկղերը փոխվել։ Վարչապետը վերջերս մի օրինակ բերեց, երբ որ դպրոց էինք վերանորոգում եւ այդպես հատակի փայտերի տակից տրցակներով դեմիրճան քվեարկած քվեաթերթիկներ են դուրս եկել եւ մենք ասենք բան չենք կարել դա ֆիքսելու համար, ես չգիտեմ էլ այդ պատմությունը, վարչապետին եմ հիմա ցիտում, որովհետեւ իրենից եմ իմացել դրա մասին եւ չգիտեմ դա պահպանվել է թե չէ։ Էլ չեմ խոսում մարտի 1-ի մասին։ Ես ինքս համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից եմ եղել։ Ես ինքս եղել եմ հիմա երիտասարդական շարժման հիմնադիրներից մեկը։ Եվ ես տեսել եմ, թե այդ բռնաճնշումները ոնց են լինում։ Ոնց են լինում այդ բռնաճնշումները։ Իսկ այս դեպքում կա առերևույթ հանցանք, մարդը պետքա պատասխան տա հանցանքի համար։ Այն ժամանակ, եթե դու ունեիր քաղաքական հակադիր հայացք, դու հայտնվում էիր բանտերում, կամ ճնշումների էիր ենթարկվում, կամ քեզ փորձում էին համալսարանից հանել։ Այսինքն դու կարող ես վստահել, որ այստեղ զրո քաղաքական դրդապատճառ կան այս ձերբակալությունների երկու։ Ես դա կարող եմ 100%-ով ասել։ Որևէ քաղաքական ճնշման մասին այստեղ չի կարող խոսք լինել։ Մարդիկ, այսպես ասած, կոնին քեշ եւ մեծ փող են դրել եւ դրա համար պետք է պատժվեն, որովհետեւ ընտրությունները չի ենթադրում կազինո։ Ընտրությունները ենթադրում է քաղաքական պայքար, որին կմասնակցեն քաղաքական ուժերը եւ ուրեմն կշահեն կամ չեն շահի քաղաքացիների քվեն, իրենց աշխատանքով, իրենց լիդերների կարողությամբ, իրենց լիդերների քաղաքական այսպես մտքի թռիչքով կամ դրա բացակայության պատճառով եւ այլն։ Ինչ վերաբերում է ակտիվությանը, ես արդեն ժողովրդի հարցին պատասխանելիս ասեցի, որ մենք կարծում ենք, որ դա հիմնականում գործող կառավարության աշխատանքի գնահատականն է, բայց ես կարծում եմ, որ նաեւ այստեղ ամենայն հավանականությամբ ավելացել են գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ որ օտար ուժեր մեր երկքաղաքացիներին եւ քաղաքացիներին օգտագործելով փորձում են քաղաքական իրավիճակ փոխել Հայաստանի Հանրապետությունում եւ մարդը վերակացել տնից, ասել է՝ մի րոպե, ես եմ որոշող քաղաքացին եւ ես գնալ եմ եւ քվեարկեմ։ Ես չեմ բացառում, որ այս ակտիվության մեջ որոշ տոկոս կարող է լինել նաեւ այդ ապօրինի գործունեությունը եւ ընտրակաշառքը չէ, ես կարծում եմ, որ ոչ եւ արդյունքները դա ցույց կտան։